Բայց դրանք չեն կոնկրետ թիրախային բնույթ եւ ինտենսիվ չեն Լսեք, հիմա սահմանան, լսեք, դա ես չեմ կարող ձեզ այդքան երկար բացատրեմ։ Դա պետքա գոնե մի երկու ամիս սահման պահած լինեք, որ իմանաք դա ինչի համար է արվում։ Հիմա դու կարող ես բացառել։ Չէ, Հիմա դուք վտանգներ ունեք պատերազմի։ Լսեք, օրինակ ես հաջատեղյակ եմ, որ օրինակ երբ որ սահմանային դիրքեր մենակ մառախուղ է լինում, մարդիկ ուղղակի օդ են կրում, եւ այս կողմից եւ մյուս կողմից, երբ որ տեսանելիություն չի լինում։ Այսինքն կարծում եք, որ ադրբեջանական կողմում չկա տեսանելիություն։ Լսեք, տեսանելիության հարցը չի, ես օրինակ եմ բերում։ Դեպքեր լինում, երբ որ կրակում ենք մենք օդ, իրանք դեռևս 2000-ականներից սկսած։ Դա հակառակորդին տեղյակ պահելու մասին է, որ մենք մեր դիրքերում ենք եւ նույնը իրենք էին անում։ Այս կրակոցները վերջի օրերին ես շատ լավ քաջատեղյակ եմ, սրանք չեն կրում կոնկրետ թիրախավորված եւ ինտենսիվ բնույթ չեն կրում։ Վիրավորներ չկան։ Ոչ, դա պատճառներից մեկն է, էլի եմ ասում, դրա համար դուք սահման չեք բայ, չեք կարող դրա մասին իմանալ։ Չէ, ես չեմ արդարացնում, բնականաբար, եթե արդարացնելու լինել, ասենք հիմա ադրբեջանական կողմը որ անդադ բան, հապատակություններ տարածում, որ հայկական կողմը կրակում է։ Նույն Սյունիքի դիրքերի ուղղությամբ։ Դա համապատասխանում է իրականություն, թե ոչ։ Չէ, վտանգներ չեք տեսնում, որ ասում եք պատճառներից Եթե կրակոց կա, վտանգ ամեն դեպքում կա։ Բա Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը կարդացել եք, այնտեղ բան կա, որ անհասկանալի։ Ասում եմ վտանգավոր չեն այդ կրակոցները, բայց խնացախի բնակիչներն անհանգստացած են։ Լսեք, անհանգստությունը այո կա, բայց վտանգ չկա այն առումով, որ կրկնում եմ, նախ իրանք ինտենսիվ բնույթ չեն կրում, երկրորդը չեն թիրախավորում կոնկրետ մեր դիրքերը եւ այսպես ասած հենց այդ անհանգստությունը առաջացնելու պատճառով է։ Մեծամասամբ եւ իհարկե խաղաղության օրակարգը հիմա դուք հակառակն եք ասում, ճիշտ հակառակն եք։ Հենց նոր դուք ասում եք, եթե կա կրակոց, կա վտանգ, հիմա ճիշտ հակառակ բան եք։ Չէ, վտանգ ինչի նկատմամբ։ Այսինքն մարդկանց կյանքին վտանգ չկա, որովհետեւ կրկնում եմ թիրախավորված չի, կոնկրետ ինտենսիվ չի, ասենք բացի, եթե չեմ սխալվում, այնտեղ հրաձգից բացի ուրիշ զինատեսակ չի կիրառվում, այդ տեսանկյունից վտանգ չի, բայց ընդհանուր ինքը կայունության Սյունիքի սահմանամերձ գոտիների համար բնականաբար վտանգ է ներկայացնում։ Ինչու է Ադրբեջանը նսեմ ասում խաղաղության օրակարգը ձեզ։ Շատ բարձ պատճառով, որ չի ուզում կնքի խաղաղության։ Դուք ո՞նց եք կնքելու Ադրբեջանի խաղաղության պայմանագիր, երբ իրենք չեն ուզում։ Երբ որ կուզենան երկուստ եք կնքենք։ Նաեւ երեք հայտարարությունները չեք կարծում հայտարարությունները կարող են կանխել օրինակ ապագա վտանգների ռիսկը, հա, կամ էսկալացիայի ռիսկը, եթե Հայաստանի այսպես պաշտպանության նախարարությունը Լսեք, բոլոր դեպքերում երբ կրակոցները լինում են թիրախավորված մեր դիրքերի ուղղությամբ, տների ուղղությամբ, սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, կոնկրետ այդ բոլոր դեպքերում պաշտպանության նախարարությունը անում է հայտարարություն։ Այն բոլոր դեպքերում, որը դա չի կրում ինտենսիվ չի թիրախավորում բնակչությանը, ես կարծում եմ, որ հայտարարելը դրա մասին պաշտպանության նախարարության կողմից կարող է հակառակ էֆեկտ տալ։ Իսկ կարող է կանխարգելիչ քայլ ունենա, դա չեք։ Լսեք, ինչի կանխարգելիչ։ Ես չեմ կարծում։ Ապագա ռիսկերի։ Ոչ, չեմ կարծում։ Շնորհակալություն։